ձեզ Սամվել, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, ճիշտ է հիմնականում դուք խոսում եք քաղաքային խնդիրների մասին, բայց հիմա իրապես մենք այն վիճակում ենք, որ ամբողջ երկրով ամեն ինչով վտանգված է եւ այսպես երեք առավոտը բացվեց եւ ասում են Երեք Փաշինյանի տրամադրությունը էլի այն չէ, մանավանդ որ վերջերս 2 նորից հայտարարվել էր ըստ էության Թրամփի Ալիևի մոտ, դե գրոհ եք եկեղեցին, հիմա էլ Արագածոտնի թեմա գրոհեցին, թեմի առաջնորդը կալանավորվեց 2 ամսով, հոգևորականներին տարել էին քննչական, կարելի ասել նաև առևանգել են ըստ էության հոգևորականները, հետո փաստաբաններն ահազանգում են, որ տեղեկություն չունեն, թե որտեղ են հոգևորականները, երեք մի քանի ժամ շարունակ, եւ այս իրողությունն է, եւ նաեւ երեք միանգամից հրապարակում եղավ մամուլում, որ Տեր Արամի, այսպես ասենք, հայտարարությունների հիման վրա, որի համար ինքը իմիջիալուց չի զղջում, չի փոշմանում, այս հոգևորականի հայտարարությունների հիման վրա եւ Դանիել Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա է այս ամենը տեղի ունեցել, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, այո, հենց նոր ճիշտն ասած ձեր մոտ գալուց նայում էի Նիկոլ Փաշինյանը ինչպես է լրագրողներին պատասխանում եւ լրագրողին իրեն շատ ճիշտ հարց է տալի, ասում ոնց է այդպես լինում, որ Փաշազադեի եւ Փաշինյանի գործողությունները ցենց միշտ զուգահեռ են գնում, միշտ Փաշազադեն մի բան ասում է, դրանից 1-2 օր հետո սկսում է Փաշինյանը Հայաստանի ներսում հարձակումների եկեղեցու կողմ։ Փաշինյանը ստում է, նա ասաց, որ նա չի հետևում որևէ կերպ Փաշազադեին, սարկազմով բան արեց լրագրողին, թե բա դուք ինչի համար եք հետևում։ Ես վստահ եմ, որ ոչ միայն հետևում, այլ Փաշազադեն հենց այն բևերի վրա նստած անձանցից է, որը որ կառավարում է Նիկոլ Փաշինյանին եւ իր պրոթուրքական խմբակը։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է, մենք ունենք գործ մի խմբի, մի թիմի հետ, որը ուղիղ եկել է Հայաստանի բոլոր ազգային ինստիտուտները եւ ֆինանսները ոչնչացնելու։ Ցավոք սրտի իրենց մոտ դա շատ լավ է ստացվել առ այսօր։ Մենք արդեն ունենք շատ բարակտված հասարակություն, մենք ունենք արտաքին ճակատում ջախջախած հարաբերություններ մեր ռազմավարական դաշնակիցների հետ։ Դրանց փոխարինողները Նիկոլ Փաշինյանի երազներով Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչը բնականաբար աբսուրդ է եւ միայն այն մարդով չի ուզում որ հայ պետականությունը գոյություն ունենա, շարունակի լինել, միայն տվյալ անձը կարող է ուզենալ, որ մեր անվտանգության երաշխավորը կամ մեր բարեկամները լինեն հենց մեզ սպանողները։ Եթե նայենք ամսաթվերով, ապա կարծեմ մայիսի վերջին էր, ամսի 27-ին եթե չեմ սխալվում, առաջի անգամ, որ այս ամեն ինչը սկսվեց, հենց խորացված եկեղեցու դեմ, սկսվեց այն նրանից, որ վեհապարը խոսեց այն թեմաների մասին, բարձրացրեց այն հարցերը, որոնք բոլորը հայանպաստ են, որոնք շատ կարևոր պետք է լինեն մեր ազգի եւ պետության համար, եւ ես կարծում եմ դա պետք է ոչ միայն վեհապարը դրանից խոսեր, այլ պետք է խոսեն թե մեր դիվանագետները, թե մեր նախարարները, թե մեր падգամավորները, բայց քանի որ մենք ունենք Թուրքին սպասարկող կառավարություն եւ ազգային ժողով, այդ իսկ պատճառով միայն վեհապարը դրանից խոսեց, այսինքն խոսվել է տարբեր կարևոր խնդիրների մասին, առաջինը եւ ամենակարևորը ըստ իս դա մեր գերիների հարցն է, երկրորդը այն է, որ էթնիկ զտում է տեղի ունեցել եւ Արցախի բնիկ ժողովուրդը այնտեղից զենքի գործադրման ուղղակի դուրս է հանվել, պարտադրել են մարդկանց իրենք լքեն իրենց տները եւ նաեւ մշակութային մեր հարստությունն է ոչնչացվում այսօր Արցախում եւ այս ամենի ֆոնին ունենք Նիկոլ Փաշինյան, որը եկել է եկեղեցուն մեղադրելու ինչ որ բաների մեջ։ Մի մարդ ում պատճառով հայ առաքելական եկեղեցին մի հսկայական սուր փող կորցրեց, որի վրա կային բազում եկեղեցիներ, բազում սրբավայրեր, որոնք ես վստահ եմ Նիկոլ Փաշինյանի մտերիմ Իլհամ Ալիևը շատ դանդաղ, բայց շատ sense ծրագրավորված ոչնչացնում է, որպեսզի հետո էլ Նիկոլ Փաշինյանին ասեն, որ գա սկսեն նոր սերնդերին համոզել, որ դա ի սկզբանե ադրբեջանական հող է եղել։ Ամսի 27-ին վեհապարը բարձրացեց այդ հարցերը, ամսի 28-ից 29-ից թե Նիկոլ Փաշինյանը թե իր կինը սկսեցին այդ պիղծ թեզաբանությունը, չգիտեմ, սկսեցին անվանել եկեղեցիները պատվալներ, Իշնորհիվ Նիկոլ Փաշինյանի հայ ազգը իմացավ թլպատված բառի իմաստը, չեմ կարծում, որ մինչև այս այդպես լայն տարածում ունեցող հայերեն բառեր, եւ ամեն կերպ հայտարարում է մեզ, տեսեք ինչ է տեղի ունենում։ Ամեն անգամ եւ Փաշազադեն ինչ որ հայտարարություններ է անում, նույն հայտարարությունների շարունակությունը բերում են Նիկոլը Հայաստան, ու հետո արդեն իր падգամավորները, իր մնացած թիմակիցները սկսում են այդ թեզերը զարգացնել։ Օրինակ, շատ հետաքրքիր էր, որ
այսօրվա եւ երեկվա եկեղեցու դեմ ճնշումները եւ ձերբակալությունները հիմա են սկսել, որովհետեւ մի քանի օր առաջ հոկտեմբերի 13-ին Նյու Յորքում մենք տեսանք ինչպես Բաշազադեն խոսելիս Անտոնիո Գուտերեշի հետ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ասեց, որ հայկական եկեղեցին եւ Հայաստանի սփյուռք աշխարհը գործում են ոնց որ խաղաղությանը դեմ ռոպագանդա են տանում։ Բնականաբար դա սուտ է եւ բնականաբար Նիկոլի հուճուրիկները եւս տարածում են այս թեզերը, ոչ մեր սփյուռքը եւ մեր եկեղեցին մեր գլխավոր ուժն են եւ մենք միշտ հզոր ենք եղել իբրև ազգ հենց այն փաստով, որ ինչ ցավալի հանգամանքների բերումով մեր ազգը, մեր տեսակը ամբողջ աշխարհով սփռվել է եւ մենք այդ միասնական աշխատանքով միշտ փորձել ենք թե ցեղասպանության հարցը միշտ բարձր պահել, թե Արցախի հարցը, թե բնականաբար միշտ ամենտեղ մեր եկեղեցին է ունեցել իր կարևոր դերը եւ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ պարակտվածությունը ամենտեղ ապահովված է բացի եկեղեցուց։ Դրա համար ինքը հիմա սկսել է հենց եկեղեցին պարակտել, դա վերջի վայրն է, որտեղ բոլոր հայերը, եթե մտնում են այդ տանիքի տակ, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անձնական, չգիտեմ, ճաշակներից, դա մի սուրբ վայր է, որտեղ մենք բոլորս դառնում ենք մեկ միասնական ուժ եւ մեկ ազգ, եւ Նիկոլ Փաշինյանը դրա համար որոշել է հենց այդտեղ պարակտվածություն մտցնի, որպեսզի հասկանանք թե ինչքան խորն է խնդիրը, պետք է հասկանալ, որ մենք երբեմն կարող ենք մտածել, որ ուղղակի Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, կեղտոտ պիղծ մարդ է, որը առանց հասկանալու սխալ բաներ է անում, ոչ դա ծրագրավորված գրոհ է։ Այս գրոհը ունի մեկ նպատակ, այս վերջին մեր հենասյունը, կարևորագույն հենասյունը ոչնչացնելն է։ Այսինքն մենք հիմա ունենք մի վիճակ, որ մեզ անընդհատ փորձում են մանիպուլացնել, ասել թե սա եկեղեցու դեմ չի, սա անձի դեմ է, եւ դա ասում է Նիկոլ Փաշինյանը։ Մի մարդ, ով լինելով վարչապետ, ասում էր կառավարությունը ես եմ։ Այսինքն հենց այդ նույն տրամաբանությամբ, հենց այդ նույն սիմվոլիզմով վեհապարը ներկայացնում է եկեղեցին։ Վեհապարը որևէ հայ մարդու համար, հավատացյալ մարդու համար չպետք է լինի անձ կամ չգիտեմ, ինչպես իրենք են ասում, կտրիչ Ներսիսյան, ոչ։ Տվյալ անձը համայն հայության վեհապարն է, մեր եկեղեցու գլուխն է։ Եվ գրոհը իր անձի դեմ փաստացի անհնարին մի բան է, որտեղ ինքը վաղուց այլևս ուղղակի մի անձ չէ։ Նա հոգևորականների հայրն է եւ նա գլխավոր հոգևորականն է մեր ազգի, ոչ թե մեր պետության։ Եվ թե սահմանադրությամբ, թե մնացած բոլոր ձևերով եկեղեցին ունի իր բացառիկ դիրքը եւ դերը եւ անձեռմխելի է, որովե կառավարություն, որովե ազգային ժողով իրավունք չունի միջամտել տվյալ կառույցի մեջ։ Նայելով մեր պատմությանը մենք հասկանում ենք, որ մեր հոգևորականները միշտ ավելի լավն են եղել, քան մեր քաղաքական գործիչները, որովհետեւ այդ մեր քաղաքական գործիչների դարերի աշխատանքների եւ ձախողումների արդյունքում մենք չենք ունեցել պետականություն դարեր շարունակ, բայց հենց եկեղեցին է եղել այն վայրը, որտեղ հայը իրեն հայ է զգացել, հենց եկեղեցին է եղել այն վայրը, որտեղ մեր լեզուն պահպանվել է, որտեղ մեր ազգը միասին մնացել եւ պաշտպանվել է։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը գալիս է, որպեսզի ոչնչացնի այս կառույցը։ Նա գալիս է սարքիս է ինչ-որ կրկին քաղաքական մի զզվելի մի թատրոն, որ ցանկացած կառույցում, որտեղ որ կան մարդիկ, բնականաբար կարող ես գտնել մի քանի վատ բառ չեմ ուզում ասեմ, մի քանի ոչ խորը մարդու կամ հուդայի, այո, եկեղեցական ձևով ասենք։ Այո։ Զուգահեռներ որ տարվում էին։ Իմիջիայլոց իրար որևէ ասելիք ունեք այդ տեղարանում։ Գիտեք, այդ մարդու մասին ես այդտեղի ժողովրդից հաճախ ժամանակներ եղել է որ լավ բաներ էի լսել, որ ինքը լավ հոգևորական է եւ այլն, բայց ինչպես տեսնում ենք, չգիտեմ, ամբիցիայից է գալիս, թե ինչ որ շանտաժի արդյունք է, թե ինչ է, բայց փաստ է, որ տեսնում ենք, որ ինքը այսօր դավաճանել է եկեղեցին, ինքը այսօր դարձել է նիկոլական հոգևորական եւ այս երկու բառերը միասին չեն միանում։ Եթե նիկոլական ես, չես կարող լինել հոգևորական, որովհետեւ եթե դու հիմա պնդում ես, որ դու քո գործողությունները որովե կապ չունեն երեկվա ձերբակալությունների հետ, որ դու, չգիտեմ, ցուցմունք չես տվել, այո, դու ցուցմունք չես տվել գուցե թղթի վրա, բայց դու գնացել ես հանրային հմեկ Պետրոսի մոտ բռնել սուտ բաներ ես պատմել, որը փաստացի ցուցմունք է։ Եվ հիմա մի մարդ ում Facebook-ի էջի վրա որ պատերազմից հետո գրած է դուխ off անգլերեն, այսինքն դուխը պրծավ, դուխը անջատվեց, այսինքն այդ մարդը պատերազմի ավարտին հասկացել է թե մեր պետությունը ինչ, մեր ազգը ինչ վատ վիճակում է, երևի թե հիշում է այդ ժամանակ այդ պետության ղեկավարը ով է եղել, եւ հիմա ասենց վերաձևավորվել է եւ ասում է որ իրեն պարտադրել են որ ինքը մասնակցի ցույցերին։ Մի անձ ով որ
դա գրել է իր Facebook-ի էջին, դա էլ են քեզ պարտադրել։ Հոգևորականները կանչել են, նիկոլականները սիրած թեզուն են, չի ասում են Նիկոլը մեղավոր չի, զենքը դրել են գլխին։ Հիմա Տեր Արամին էլ են, հա, այն ժամանակ որ ճիշտ բաներ ա գրել իր Facebook-ում, ինչև էս վերափոխումը։ Դա զենքը գլխին են արել, թե ամեն դեպքում մարդ հասկացել է ինչ է տեղի ունենում, իսկ հիմա ինչ հաշվարկների, ամբիցիաների պատճառով դավաճանում է այն կառույցը, որ իրեն կարելի ասել ծնել է։ Եվ սենց զուգահեռով գնում է, կա Նիկոլը գտնում է եկեղեցու մեջ այն մարդկանց, ովքեր ունեն իրենց մեջ այդ դավաճանի ուժը, տաղանդը, դավաճանում են եկեղեցուն, սկսում են հիմար բանել խոսել, եւ այդ ամենը ադրբեջանական մեդիան վերցնում է, թե Նիկոլ Փաշինյանի, թե իր կնոջ, որ ասում են եկեղեցին մանկապիղծների տեղ է։ Այդ ամեն ինչը թուրքական մեդիան վերցնում է եւ ասում ահա նայեք, խնդրեմ, այս հայերը որ անընդհատ այս քանի դար խոսում են, որ նայեք, մենք մեր եկեղեցին, մեր քրիստոնեությունը, հեսա նայեք, իրանք էս են։ Այսինքն փաստացի մեր այսօրվա կառավարության անդամները, մեր իշխանությունները անընդհատ թե ադրբեջանցիներին, թե թուրքերին առիթ են տալի, որ նրանք ձեռ առնեն մեր սրբությունները։ Եվ սա կրկին եմ ասում, սա միամտություն չէ, չհավատակ որ Նիկոլը պարզապես, չգիտեմ, հիմար է, ոչ։ Սա ծրագրավորված հայ ազգի եւ հայ պետականության ոչնչացման ուղին է, եւ մենք, քանի Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունն է, անընդհատ նորանոր բաներ են լինելու, որ մենք զարմանանք, որ ոնց կարա սենց լինի։ Չունենալով Հայաստանում ոչ թուրք, ոչ ադրբեջանցի, այդ առումով Հայաստան բավականին եզակի պետություն է, մեր պետության բացարձակ մեծամասնությունը հայերեն եւ քրիստոնյաներ են։ Հիմա իրենք արդեն այդ Փաշազադեն խոսում է Հայաստանում, Էջմիածնում եւ Երևանում բացել իրանց այդ ղազիատները։ Նա իբրև Կովկասի մահմեդականների վարչության գլուխ, արդեն նման բաներ է, թեզեր է տարածում, որ դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ իրենք գիտեն հետագա պլանները Նիկոլի, որտեւ իրենց նույն տեղից են հրամանները գալիս եւ իրենք գիտեն, եթե Նիկոլը շարունակի իր քաղաքականությունը, շատ շուտով մենք ունենանք մի իրավիճակ, որ Հայաստանում արդեն կլինեն համ թուրքեր, համ ադրբեջանցիներ եւ իհարկե իրենք կարիք կունենան իրենց սրբավայրերի։ Լուծումը մեկն է Նիկոլ Փաշինյանից ազատվելն է եւ այս անընդհատ մենք պետք է խոսենք մեր քաղաքացիների հետ սրա մասին, որ ժողովուրդ ջան, վեհապարը դա անց չէ։ Վեհապարը դա մեր եկեղեցու դեմքն է։ Եվ երբ որ դուք լսում եք, որ որևէ մեկը ասում է ես անձին եմ դեմ, եկեղեցուն դեմ չեմ, դա տավտոլոգիա է, չի լինում այդպես։ Կրկին եմ հիշեցնում Նիկոլ Փաշինյանի, կառավարության գլուխն է, վարչապետն է, ոչ բարով։ Ինքն էլ չի ասում, ես կառավարությունն եմ։ Հենց այդ լոգիկան է, որ ասում են պետության գլուխը, չգիտեմ, նույն բանն է, ոնց որ դրոշը կամ խով մեր գերբը։ Հիմա այդ նույն տրամաբանության մեջ մի հատ գիծ կա, որից հետո անձինք այլևս անձինք չեն։ Հիմա այս ինչքան է Նիկոլ Փաշինյանին չընդունեմ, ցավոք սրտի, երբ որ նա գնում է միջազգային ամբիոններում խոսում է, նա խոսում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի անունից, այլ խոսում է Հայաստանի Հանրապետության անունից։ Նույնպես ինչպես վեհապարը Շվեյցարիայում պաշտպանում է Արցախահայության շահերը, պաշտպանում է մեր եկեղեցու շահերը, նա չի խոսում իբրև անձ, նա խոսում է իբրև վեհապար, իբրև հայ ամենասուրբ կառույցի եւ միակ սուրբ կառույցի ղեկավար, եւ նա դա խոսելիս խոսում է եկեղեցու անունից։ Եվ մենք օրինակ հիմա որ Մայր Հայաստանը ստորագրահավաք է իրականացնում վաղար շաբաթում, կներեք, որպեսզի ձեր խոսքը չընդհատեմ, կուզեմ նաև եւ ստորագրահավաքին անդրադառնալ, եւ ըստ էության առաջիկային վաղար շաբաթում սպասվում են ընտրություններ, ըստ էության այստեղ իրապես ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի հաղթանակի համար, որովհետեւ եթե հանկարծ վաղար շաբաթը հանձնվեց, զիջվեց, պատկերացնենք, որ դա ուղիղ հարվածն է լինելու, վերջնական հարվածը եկեղեցուն եւ դա եկեղեցուն հարվածը մեզանից յուրաքանչյուրին հարված է։ Խնդրեմ։ Այո, այդ ստորագրահավաքը մենք իրականացնում ենք վաղար շաբաթում ի աջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու, հենց թղթի վրա էլ այդպես էլ հենց գրված է։ Եվ մարկանց երբ մոտենում ենք, բացարձակ մեծամասնությունը կողմ են եւ ուզում են ստորագրեն։ Կա մի փոքր զանգված մարդկանց, ովքեր ասում են ախր եղբայր, մենք եկեղեցուն դեմ չենք, մեզ էս անձերն են տհաճ։ Դա սխալ մոտեցում է ժողովուրդ ջան։ Ամենակարևորը մի հատ հասկացեք, որ դուք այս ամեն ինչը մանիպուլյացիաներ են եւ սա տեխնոլոգիաներ է, որոնցով ձեզ ուղղում են ձեր իսկ եկեղեցու դեմ։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, որ մի բանի դեմ պայքարում է, մի բանից խոսում է, դա երբեք ճշգրիտ խոսույթ չէ։ Այսինքն եթե ինքը օրինակ որ ընդդիմադիր էր, չէ, ինքը խոսում էր, որ կոռուպցիան վատ է, խնամի ծանոթ բարեկամը վատ է,
արատավոր այդ բարքերը վատ են։ Ինքը հիմա եկել է նույնը պահպանել է, բայց ինքն է արդեն օգտվում։ Նույնն էլ այստեղ, այսինքն իր պայքարի մոտիվները միշտ կեղծ են։ Երբ նա ասում է ես եկել եմ, չգիտեմ, որովհետև, չգիտեմ, X հոգևորականը չի պահպանել կուսակրոնությունը, դրա համար մենք պետք է իրեն հեռացնենք, առաջինը դա չի մտնում իր լիազորությունների մեջ։ Երկրորդը, նա չի անում դա, որպեսզի եկեղեցին դառնա ավելի լավը։ Նա անում է, որպեսզի տիրանա եկեղեցուն, որ վերջում է կազմակերպի, ինչպես ամեն ինչ, ինչին նա տիրանում է։ Ինքը ամեն անգամ, երբ որ խոսում է, որ պետք է ինչ-որ մի բան անել, միշտ իմացեք, որ ինքը ունի առանձին նպատակ։ Եվ դա գաղտնիք է, եւ դա միշտ հակահայ նպատակ է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը 8 տարի է իշխանության է, Նիկոլ Փաշինյանը միշտ ընտրություններից կամ ինչ-որ ինֆոպովոդներից հետո ակտիվանում է այս կամ այն հարցով։ Լավ, որովե բան կա, որ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե չի իմացել, հիմա է իմացել, դրա համար է սկսել պայքարել, չեմ կարծում։ Ուղղակի անհարմար բաներ են տեղի ունենում, իրեն անհարմար գործողություններ է անում վեհապարը, գնում է խոսում է Արցախից եւ Փաշինյանը հրահանգստանում հակահարվածի։ Եվ այս ամենը ինստիտուտի ոչնչացման նպատակ ունի, ժողովուրդ ջան։ Իրենք չեն ուզում անձի դեմ պայքարեն, դա սուտ է։ Դուք պետք է հասկանաք, որ Նիկոլ Փաշինյանը մարդ է, ով ում պարտականություններ պահպանել Արցախը, ում պարտականություններ զարգացնել Հայաստանի տնտեսությունը, ում պարտականություններ վերացնել կոռուպցիան։ Մի մարդ, որ իր ուղիղ գործառույթները բոլոր գործառույթները ձախողել է, այսօր իր գործը թողում է եւ մտնում է եկեղեցու ներսի հարցերը լուծելու։ Եկեղեցին ինքը իր հարցերը շատ ավելի լավ է կարողանում լուծել, քան որևէ կառույց Հայաստանում։ Կրկին եմ ասում, երբ որ մեր քաղաքական գործիչները ձախողվել են, պետականությունից զրկվել են, եկեղեցին է եղել այն սուբյեկտը, որը պահպանել է մեր հայ լինելը, մեր ազգային թե արժանապատվությունը, թե ինքնությունը։ Եվ այսօր մենք ունենք հրաշալի հնարավորություն Վաղարշապատ համայնքում։ Կրկին անգամ, չեմ ասում կրկին անգամ, որովհետև սա արդեն դարձել է նորմա, ինչքան է ԿՊԱ-ականները տարբեր բաներ խոսեն։ Կա փաստեր, ժողովուրդ ջան, թիմ ընտրությունները արդեն որերորդը իրար հետև ԿՊ-ն պարտվում է։ Մարդիկ զարթնել են, գիտակցել են։ Ցավոք սրտի դեռ պատրաստ չեն 100,000-երով դուրս գալ փողոց եւ վռնդել ես մարդուն։ Բայց արդեն առնվազն գիտակցում են, որ Նիկոլը հակահայ է։ Եվ իրենց մինիմալ գործողությունը, իրենց մինիմալ քաղաքացիական պարտքը պետք է կատարեն, պետք է գնան ընտրություններին եւ չպետք է ընտրեն ԿՊ-ի։ Մենք պետք է կրկին ունենանք պարտված ԿՊ, ժողովուրդ ջան, արդեն ունենք Փարաքյար, արդեն ունենք Գյումրի, այս պետք է շարունակվի, մինչև ազգային ժողովի ընտրությունները, այս ընտրությունները ունենք եւ սա շատ կարեւոր ցուցանիշ է լինելու։ Վաղարշապատ համայնքի բնակիչները պետք է հասկանան, ընտրելով ԿՊ, դուք ուրեմն կողմ եք, որ ԱԱԾ-ն մտնի եկեղեցի։ Դուք կողմ եք, որ պատերազմում կրված մարդկանց տանեն բերդերը։ Դուք կողմ եք, որ այն հերոսների ծնողները, ովքեր այսօր պայքարում են Նիկոլի դեմ, լինեն բանտում։ Դուք կողմ եք, որ մեր սրբազանները լինեն բանտում։ Նիկոլ Փաշինյանին ընտրելով, դուք այս ամենին կողմ եք։ Եվ ամեն անգամ եւ իրենք ինչ-որ նոր դեմք են ուզում բերեն եւ ձեզ խափեն, որ ասեն, նայեք, չէ, այս Նիկոլը, չէ, ստեղի տղա է, լավ տղա է, չէ։ Լավ տղաները չպետք է գնան Նիկոլի մոտ։ Այդ նույն այդ Սարիկ Մինասյան վիճակը չպետք է աշխատի, այսինքն պետք է անընդհատ մարդկանց հիշեցնել, որ դուք ընտրում եք այո ինչ-որ հայտնի Արցախը ազատագրած մարդու որդու, որ այսօր համագործակցում է Արցախը հանձնողի հետ։ Վերջացավ, ուրեմն դա արդեն չկա։ Ընտրությունը շատ պարզ պետք է լինի, պետք է ունենանք ամբողջ ընդդիմությունը, պետք է ունենա մեկ օրակարգ Նիկոլին ԿՊ-ին թույլատնել, որպեսզի վերջում հեռացնել։ Պետք է ունենանք առնվազն Գյումրիի սցենար, այսինքն պետք է ունենանք մի վիճակ, որտեղ լինի մեծ թվով ընտրողների ակտիվություն, որովհետև Գյումրիի փորձից մենք արդեն բոլորը շատ լավ գիտենք, ինչքան ընտրությունները քաղաքականացվեն, ինչքան շատ մարդիկ աշխատեն, խոսեն այս ընտրությունների մասին, այդքան շատ կլինի մասնակցությունը։ Երբ որ լինում է բարձր մասնակցություն, Նիկոլի սատելիտները Հանրապետություն կուսակցության պես գալիս են, մասնակցում են, պարտվում են, խայտարակվում են եւ գնում են։ Իմիջիայլից քանի որ դուք խոսեցիք Հանրապետություն կուսակցությունից, տեսել եք իրենց Վաղարշապատի թեկնածուն ինչ է ասում։ Ընդհանուր մեկ րոպեի չափ։ Կարոզարշավի ընթացքի համընկնի դա։ Ես խոսանում եմ եւ այս ուղից եմ ասում իմ ընտրողներին եւ առհասարակ իմ Կարոզարշավին հետևողներին։ Ես այդ օրը կվերցնեմ time out եւ կգնաք եւ իբրև հավատացյալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ այո կմիանա Նիկոլ Փաշինյանի կողմից
կազմակերպված քաղաքացի հավատացյալ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվի հոգևոր հավաքի։ Հանուն նրա, որ Պետրի Շերսիսյանը օր առաջ եղավ։ Կհանդիպենք մայրաթոռում, ոչ մի բան չունեմ ասելու, դուք այն կողմից կգաք, մենք այս կողմից կգանք, դուք ոստիկաններ կունենաք, մենք չենք ունենա, մենք խիղճ ունենք, դուք չունեք, այդքան պարզ մի բան, դուք այս Հանրապետություն կուսակցությունը հետաքրքիր քաղաքական միավոր է, որովհետև այդ մարդկանց գլխավոր շարժիչ ոնց որ բրենդը սպարապետն է, ու իրենք այսօր դարձել են կցորդ ուժ մի քաղաքական միավորի, որը սպարապետի բոլոր ձեռքբերումներով ոչնչացրել է։ Դրա համար այս մարդկանց մասին շատ խոսելու բան չկա, իրենք իրենց կոմֆորտի, իրենց պաշտոնների, իրենց այդ դիրքերի համար փաստացի գնացել են, դարձել են Նիկոլի կամակատարները, տվյալ անձը չգիտեմ որտեղից ինչից է time out վերցնելու, ես նույնիսկ կասկածում եմ, որ ասենց բարձր այդ արտահայտություններ անողները այդպես ազատ հետո կարողանալու են պատտվեն Հայաստանում, որովհետև ասենց հպարտ ասել, որ ես հենց Նիկոլ ուզենա եկեղեցին գրոհի, ես իր կողքին կանգնած եմ, իբրև հավատացյալ։ Դու Նիկոլի վկա ես, դու հավատացյալ չես, եթե դու ուզում ես գնաս եկեղեցու դեմ, ցանկացած անձում համար նորմալ է, որ այսօր մեր սրբազանները նստած են բանտում, ինձ համար չեն կարող լինել քրիստոնյա, ինձ համար օրինակ Միքայել Սրբազանի տեսակը դե հայի լավագույն տեսակն է, թե իր տղամարդկեցվածքը, թե իր պահվածքը, թե այն որ ինքը անկոտրուն է, որով է քաղաքական բաների մեջ նույնիսկ չես է տեսնում, որ այդ մարդը խառնվի, ինքը իր ազգային հոգևորական ճիշտ կարծիքն է, տղամարդկային կարծիքն է հայտնել եւ որովե կերպ չի զղջում իր արասների համար եւ որովե մեկը չի կարող իր աչքերի մեջ տեսնել վախ։ Իսկ երբ որ բացում ես Նիկոլ Փաշինյանի միմիկան նայում ես, հասկանում ես, որ այդ մարդը կառուցված է վախից եւ ստից։ Իր մեջ տարիներ շարունակ եղել է նենգ խեղճությունը, հետո հենց իշխանություն է ստացել, այդ նենգությունը նաեւ դարձել է չարություն եւ այսօր նա փորձում է գրոհել ամեն ինչ, ինչը սուրբ է հայ մարդու համար, այսինքն երիտասարդների հավաքելով իր կողքով, ովքեր չունեն կարմիր գծեր, ովքեր պաշտոնի կամ ինչ կոմֆորտի համար պատրաստ են ամեն ինչ անել, եւ մենք իբրև ազգ պարտավոր ենք միավորվել եւ պայքարել սրանց դեմ։ Մենք չպետք է թույլ տանք որևէ մեկը մտածի, որ հայի հավաքական կերպարը սրանք են։ Չի լինում այդպես։ Մենք պետք է հավաքվենք, գնանք, պարտադիր, անընդհատ բոլոր ընդդիմադիր ուժերը վաղար շաբաթում անընդհատ պետք է խոսեն քաղաքացիների հետ, բացատրեն, որ ընտրելով ԿՊ-ի տեխնացուին դուք կողմ եք ուրեմն հոգևորականներին նստացնելուն, կողմ եք սրբապղծությանը, կողմ եք Նիկոլ Փաշինյանի ազգակործան քաղաքականությանը։ Ես հասկանում եմ, որ կան շատ միամիտ մարդիկ, ովքեր, չգիտեմ, ասֆալտի սրան, նրա պատճառով կարող են ասել, որ ԿՊ-ն ավելի լավն է, քան նախկինները, ժողովուրդ ջան։ Պետության առաջնահերթությունը ասֆալտը չէ։ Շատ լավ է, որ ասֆալտը շատացել է։ Չնայած այդ ասֆալտի հարցն է շատ խորը հարց, առնվազն Երևանի գծով ձեզ կարող եմ ասել, որ գումարներ են աշխատում, հսկայական անվորակ աշխատանք են անում, որպեսզի անընդհատ այդ ցիկլը ֆրա ու իրանք անընդհատ ասֆալտ փռեն, որովհետև օրինակ ձեզ Երևանի օրինակով ասեմ, ժողովուրդ ջան, սիրելի վաղարշաբաթցիներ, եթե դուք ուզում եք, որ ձեր մոտ անընդհատ տենդերները հաղթեն իշխանության մտերիմները, գան ապօրինի վատ աշխատանք իրականացնեն, հսկայական պետական միջոցներ դուրս գրվեն եւ դրանց 20-30%-ով արվի աշխատանքը, 70%-ը գնա իրանց գրպանները, ապա ընտրեք ԿՊ։ Եթե ուզում եք, որ ձեր մոտ, չգիտեմ, ապրիլին մենք այս վերջի օրերին Մայր Հայաստան խմբակցությունը ավարտեց մի քանի վարչական շրջանի այցեր, ամենտեղ ամենաթողությունը, այսինքն գնում ես, որ ստուգում ես այդ հիմնական վերանորոգման ենթարկված բակերը, տեսնում ես մի վիճակ։ Գրեթե բոլոր տեղերում ուշացումներ կա, բոլոր տեղերում ուշացումներ կա ու անհապատասխանություն։ Քաղաքային թեմաները ինչ խնդիրներ կան, դեռ գուվարաշաններ կա, աղբի հոտը, մեզ ըստ էության սա սպանելու ուրիշ ճանապարհ է, թունավոր ծուխը, այդ հոտը, որ ամբողջ քաղաքում մինչև Երևանի կենտրոն հասել էր, խնդրեմ։ Գիտեք, Տիգրան Ավինյանին թվում է, որ ինքը շոումեն է, ինձ թվում է, որովհետև ինքը ամեն անգամ երբ մի խնդիր լինում է, ինքը չի հասկանում, որ ինքը փաստացի քաղաքի գործադիրի ղեկավարն է։ Ինքը ամեն անգամ որ խնդիր է լինում, ինքը ուղղակի մի հետաքրքիր մի բան ասում է, չգիտեմ, ծրայից առաջ որ ախտոտվել էր, իրենք ասում են քառամյա ծրագիր են բերելու։ Հիմա այս անգամ որ կրկին Արվես Մուբարաշյանի աղբավայրը բան արեց, որ մարդկանց աշխատանքից հանել են, խստացրել են ու 2-3 հատ տեսախցիկ են դրել։ Այսինքն ռեալ լուծումներ չկա։ Ես ասել եմ եւ ասելու եմ Նիկոլ Փաշինյանի դրած նշանակած բերած Տիգրան Ավինյանը մեկ լավ բան է անում։ Տիգրան Ավինյանը լավ իվենթ կազմակերպող է, կամ չգիտեմ իր թիմը։ Հենց համերգ, ուրախություն, այդպես բաներ իրենք լավ են կազմակերպում, բայց քաղաքը
պահել, քաղաքը զարգացնել, քաղաքին տեր լինել, դա մի բան է, որին Տիգրան Ավինյանը ունակ չէ։ Մենք գնում ենք եւ տեսնում ենք, որ անընդհատ ինչ որ ՍՊԸ-ներ, շահում են տենդերներ, գնում են, անում են անորակ աշխատանք, շատ դեպքերում այդ պայմանագրերի մեջ նշված ժամկետները, որ օրինակ ապրիլի 11-ին կնքվել է, որ տված է 1 ամիս կամ 2 ամիս, հիմա պատտվում ենք, մինչև հիմա ավարտած չէ։ Այսինքն միշտ ամեն ինչը արվում է ուշացած։ Գնում ենք այդ իրանց նստարանները կամ մնացածը, որ նայում ես, տեսնում ես գները ինչա գրած, ակնհայտ է, որ այս մարդիկ ավել գին են գրել, էժան առը դրել են ու նաև տեղադրման աշխատանքների վրա են փող գողացել, որովհետև օրինակ եթե պետք է նստարաններ օրինակ դնեն, որոնց տակը պետք է լինի բետոն, այդ աշխատանքները արվի, գնում ես ձեռք ես տալի, տեսնում ես հողի վրա ուղղակի դրված է։ Եթե այս որակն եք ուզում վաղար շաբաթում, սիրելի ժողովուրդ, ընտրեք ԿՊ-ին, որ թե ընդդիմադիր ավականիները, թե բլոգերները, տարբեր անհատներ խոսեն, ցույց տան, որ կա կոռուպցիա, տխրահարճակ մանկապարտեզի բակը, որ ցույց տվեցին, որ թքած կպցրած էր ամեն ինչ, վերջում ցույց տվողներին ծեծեցին։ Այդ այնց լավ ժողովրդավար պետություն է, այսինքն մենք ունենք մի քաղաքային իշխանություն ու հասկացեք, սա Տիգրան Ավինյանին, այսինքն սա ԿՊ-ի ամենա քաղաքապետն է։ Պատկերացեք վաղար շաբաթում ինչ է լինելու։ Այս մարդիկ եկել են հարստանալու։ Այս մարդիկ եկել են սեփական անձը հաստատելու, այսինքն իրանք եկել են ինքնահաստատվեն, իրենց աչքերը ավելի լայն բացվի, իրենք կյանքը վայելեն։ Ցավոք սրտի դրա դիմաց դուժելու եք դուք, դուժելու եք քաղաքը, դուժելու ենք բոլորս։ Մենք ունենք չկոորդինացված, ոչ կոմպետենտ, կոռումպացված քաղաքային իշխանություն։ Եթե ուզում եք վաղար շաբաթում կրկին լինի այստեղի պես, որ օրինակ ունենակ 20-30 հարց ավականին ունենա եւ բոլորը, ասենք 30 հարցից 2-ը իրանք ընտրեն իրենց հարմար հարցեր լինեն զեկուցվող, չի թույլտվությունները, բոլոր այդ ապօրինությունները, կոռուպցիոն սխեմաները, բան սա չզեկուցողով անցկացնեն։ Եթե ուզում եք ունենալ մի քաղաք, որտեղ որ անընդհատ լինելու է աղբահանության եւ մնացած ամեն ինչի թանկացում, ինչպես Երևանում տեղի ունեցավ, ու հետո նույնիսկ եթե ձեր ընդդիմադիր ավականիները գնան դատարանում ապացուցեն, որ քաղաքային իշխանությունը ժողովրդից գողացել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ, եթե ԿՊ-ն լինի այդ քաղաքային իշխանությունը, ապա իրանք որևէ կերպ դա չեն ընդունելու որպես իրականություն, տարբեր մեխանիզմներ օգտագործելով այս հաղթական ճիշտ երևանցիներին այս դեպքում իրենց շահերը սպասարկող վճիռը պահելու են օդում, որովհետև այդ վճիռից շահելու է երևանցին, դուժելու է ԿՊ-ն, իսկ ԿՊ-ի համար երևանցին կարևոր չի, նույնպես ինչպես Էջմիածնեցին կարևոր չի լինի։ Մենք ունենք չտես, սոված, չար մարդկանց խումբ, ովքեր եկել են ուտելու, իրենք եկել են, իրենք այդքան տարի որ տես քայլում գոռում էին կոռուպցիա, պարզվեց իրենք կոռուպցիային դեմ չէին։ Իրանք դեմ էին, որ իրանք այդ կոռուպցիայի մեջ փայ չունենան։ Հիմա նայեք, ամեն մեկի իր ծառայողական մեքենայով լուրջ դեմքերով, հələ բացեք այդ հեղափոխական նկարները իրանց նայեք, խնդրում եմ, հələ իրանց հայտարարագրերը նայեք 18 թվին։ Եթե իրենք եկել են երկիր ու փրկելու կոռուպցիայից ազատելու, այդ ոնց եղավ որ կոռուպցիա չունեցող երկրում, չգիտեմ, 200 հատ ավիտամինոզ ունեցող ոչ մի բան չունեցող անձեկան 5 տարում բոլորը ամեն ինչի տեր դարձան։ Պետական աշխատավարձներով։ Սա պարզ կոռուպցիա է, որ ասում էր Պոզով Պոչով, այսօրվա այդ Պոզով Պոչով կենթանին կոռուպցիան հենց ինքն է դարձել, եւ ԱՆԻՖ-ի վերաբերյալ հետաքրքիր զարգացումներ եղավ, հիշում եք, սա իմ սիրած թեման է, որ 25 միլիարդ դրամ մսխեցին, Ավինյանը ասուլիսի ժամանակ իրեն թույլ է տալիս դրական խոսել ԱՆԻՖ-ի մասին։ Այդտեղ ենք մենք ասել ժողովուրդ ջան, մենք հասել ենք մի հատ վիճակի, որ փաստերով շնորհակալություն հետքին, հետքը շատ լավ հետազոտություններ արեց, ցույցեր տվե ամեն ինչ։ Այս մարդը գալի ասում է, այս այդ մարդկանց չեմ ճանաչում, այս տարի եմ ծանոթացել ու սկսում են արդեն իրար վրա գցել։ Մենք բազմիցս ենք ասել, որ ընտրությունները որ մոտենան, շատ հավանական է, որ ԱՆԻՖ-ի թեմայով Նիկոլ ինչ-որ մի քայլ անի, որպեսզի ինքը իրեն սպիտակեցնի։ Դրանով երևի կարող է մատաղանել Ավինյանին։ Բայց Ավինյանն է ախր իր փողվարչապետն եղել է, ես վստահ եմ, որ այդ Ավինյանի արած կոռուպցիոն գործողությունները Նիկոլի առանձին չի արվել։ Հիմա էլ են մարդու վրա, որ ամեն ինչը մեղքը դնում են, այդ ԱՆԻՖ-ի տնօրենը Փափազյան Դավիթ է, թե չեմ սխալվում, ինքը հիմա երկրում չի բնականաբար, բայց իրանք արդեն հայտարարություն են անում, որ գցում են սրանց վրա, ասում են մի փորձեք մեր վրա մեղքը բարթել, դուք եք այս ամենի մեղավոր։ Ավինյանը ասուլիսի ժամանակ ասում է ամեն ինչ լավ է եղել, այդ ուղղակի կառավարությունը վերցրեց մեզանից, տվեց Քերոփյանին, էկոնոմիկայի նախարարությունը, դրանից հետո ձախողվել է։ Այսինքն այս մարդիկ իրար վրա են գցում, բայց փաստը փաստ է։
$60 միլիոն անհետացել է։ Փաստը այն է, որ շատ մարդիկ անիմաստ եղա ամսական $10,000 աշխատավարձներ են ստացել։ Փաստը այն է, որ այդ կազմակերպությունները ում համար որ Անիֆը ինվեստոր է դարձել, բոլորը ինչ որ այս կամ այն կերպ կապ ունեն Տիգրան Ավինյանի հետ։ Ու հետքը կարծեմ հենց այդ իր ասուլիսից հետո եւս մեկ տեսանյութ դրեց, ցույց տալով, որ Տիգրան Ավինյանը կրկին ստում է։ Այսինքն մենք ունենք մի վիճակ, որ այս մարդկանց մոտ այս անպատժելիության զգացողությունը արդեն հասել է մաքսիմումի։ Իրենք արդեն այնքան լկտիություն ունեն, որ գան գոնե թեմաներից, չգիտեմ, փորձեն շրջանցեն կամ քիչ խոսեն։ Արդեն նստում ասում, Անիֆը լիքը լավ բան է բերել Հայաստանին տվել, էս է բերել, այն է բերել, ո՞նց է բերել տվել։ Հայաստանին չի տվել, ձեր շրջապատին է տվել, պարոն Ավինյան։ Նիկոլ Փաշինյանի շրջապատին է տվել։ Որտենց ասում եք 19 տարեկանում սև ջիպ եք ունեցել, ձեր համար շատ ուրախ եմ իհարկե որ ունեցել եք, բայց ես ամեն դեպքում կարծում եմ որ դուք հարստացել եք իշխանություն լինելով, մինչև այդ գուցե այո նորմալ սովորական երիտասարդ եք ունեցել, ձեր կարող է տուն եւ մեքենա էլ ունեցած լինեք, դա բացարձակապես չի փոխում այն փաստը, որ ձեր ղեկավարած կառույցը, որը այսօր փակվել է, բացվել էր նրա համար, որ Հայաստանում տնտեսություն զարգանա, բայց փաստացի զարգացել է ձեր մտերիմների ֆինանսական վիճակը։ Ի հաշիվ հարկատուների տված գումարների։ Եվ այն, որ դուք ասում եք, դուք մեղավոր չեք, կառավարությունը տարավ տվեց Քերոփյանին, նախ դուք բոլորդ մեկ թիմ եք։ Դուք չեք կարող մինչև այսօր ընկալել, որ դուք ընդդիմություն չեք, դուք իշխանություն եք։ Եվ նույնիսկ երբ որ Տիգրան Ավինյանը ամեն անգամ գալիս է եւ փորձում է այնպես խոսել, որ գիտեք, Երևան քաղաքը 2022-23 թվականից սկսել է sense լավ աշխատել, ախր մինչև էտել եք դուք եղել, այն որ Ավինյանը չի եղել, չի փոխում փաստը, որ միևնույն է քաղաքացիական պայմանագիրն է եղել իշխող ուժը։ Եվ այն քաոսը, այն բարդակը շինարարական, որ ունենք Երևանում այսօր, երբևիցե sense վիճակ չենք ունեցել։ Եվ սա անդառնալի է, կենտրոն համայնքի հերը անիծել եք, արաբկիրի հերը անիծել եք, որովհետև ունեք ահռելի, անհասկանալի շատ տրված ինտուիտիվություններ, դա մեկ խնդիր է։ Եվ դրանից հետո զարգացող մեկ այլ խնդիր ունեք, որ վերահսկողության մեխանիզմը չի գործում ձեր մոտ։ Դուք եք որոշում ում դուք անեք, ում ոչ։ Դուք շատ հեշտ կարողանում եք դուք անել մարդկանց, ովքեր, չգիտեմ, ուղղակի դեմ էին տրանսպորտի ապօրինի թանկացմանը կամ դեմ են կարմիր գծերի ապօրինի թանկացմանը, այդ մարդկանց հեշտ դուք անում եք։ Այդ մարդկանց դուք անելու համար ազգային ժողով եք հասնում, փաթեթ եք բերում օրենսդրական, որ անցկացնեն, որ մարդկանց դուք անեն ընդդիմություններ չկարողանա տեղական հարակվեով այս հարցը լուծի։ Բայց երբ լրագրողը հարցում է շինարարական այդ փոշին ոնց է պետք հարցը լուծել, ինչու պատշաճ վերահսկողություն չկա, ասում ախր այդ տուգանքի թիվը ազգային ժողովն է ընտրում, մենք կապ չունենք դրա հետ։ Երբ որ ձեզ պետք է դուք կապ ունեք, երբ որ սովորական քաղաքացիներին է պետք տուգանել, դուք ազգային ժողով կարողանում եք հասնել։ Երբ որ պետք է տուգանել կառուցապատողներին, որոնք շատ անհասկանալի կերպով շատ նեղ ու փոքր տեղերում հսկայական շինգուտվություններ են ստացել, ես իրավունք ունեմ տրամաբանական եզրակացության գամ, որ դուք այդ մարդկանց հետ կապ ունեք, սեղանի տակ իրար գումարներ եք տալիս եւ վերցնում, դրա համար եք աշխատված եք տվյալ անձերին տուգանելու մեջ։ Ձեր բաղած քաղաքը էս է։ Ձեր բաղած քաղաքը այն է, որ ինչքան էլ այդ սիրուն այդ համերգը կազմակերպեցիք, փաստը այն է, որ այդ համերգի օրը կամ այդ համերգից մի օր առաջ Երևանը ամբողջ Երևանից աղբի հոտ էր գալի, ամբողջ Երևանից ԿՊ-ի հոտ էր գալի։ Ու դա է իրականությունը, այսինքն դուք այդքան խոսեցիք են երիտասարդ Ավինյանի վիդեոները կա, այն որ ասես միտեղ կանգնած են գալիս են իրենց վրա գորգռում են, ինքն ասում այ տեսնում եք, ասում լրիվ աբարզետ են եղել, ասում այս ինչ վիճակ է, հիմա ցավոք սրտի այդ աբարզետ լինողներին ճանապարհեցիք, եկաք դուք սկսեցիք այդ նույնը լինել։ Որովհետև ձեր մոտիվները պայքարի երբևիցե ազնիվ չեն եղել։ Դուք ուղղակի ուզեցել եք դառնալ իշխանության մաս, որ ձեր տները, չգիտեմ, մեծանան, ձեր ֆինանսականը բարձրանա։ Ազգային գաղափարախոսություն, պետականություն, եկեղեցի, արժեքներ, մշակույթ, դա ամեն ինչը ձեր համար ոչինչ է։ Ձեր համար մշակույթը ցաղովի հավաքվեք, միտեղ մի հատ ռեյվ անեք, թրթռակ ցաղդ, հետ գնաք։ Բայց այն ինչը որ իրապես մեր պետության եւ ազգի համար կարեւոր է, մենք այսօր չունենք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը sense մի հատ վիճակ է ստեղծել, որ տեսեք, հայ նորմալ մարդու թշնամին հային սպանողն է, չէ՞, այսինքն թուրքը, ադրբեջանցի։ Թուրքի ադրբեջանցու թշնամին հայն է, բայց Հայաստանի կառավարության թշնամին ընդդիմությունն է։ Հայաստանի կառավարության թշնամին եկեղեցին է։ Այսինքն Դոնալդ Թրամփի խոսույթը որ նայում եմ, ցենց պահեր կա, որ մի քիչ նեղվում ես, որ Դոնալդ Թրամփը ամեն անգամ որ ցենց
նստում է Ալիև եւ Փաշինյանի հետ, ինքը անընդհատ ասում է, չէ, ասում է Ես the other guy-ն է, որ ասում է ես իրենք 32 տարի իրար սպանել են, ես իրենց հաշտեցրեցի, իրանք արդեն իրար սիրում են։ Այդտեղ ուզում ես գնաս, ասես պարոն նախագահ, ախր այն ժամանակ երբ որ հայ ազգը թուրքերին սպանել է, կռվել է, արժանապատիվ բանակ ունեց, այդ ժամանակ Նիկոլը չի եղել։ Այն պայից որ Նիկոլը եկել է, Նիկոլը չի եղել են հրամանատար, այն ղեկավարը, որը թույլ է տվել, որ հայոց բանակը կռվի։ Նիկոլը այն հրամանատարն է եղել, որ եկել է կազմակերպել է բանակը։ Եվ որ պարզ պրոտոկոլ կա, պարզ արարողակարգ կա, պահվածք կա, եւ մեր այս թշվառ վարչապետը ակնհայտ միշտ ցույց է տալիս, որ ինքը դրանից տեղյակ չէ, այսինքն աշխարհի գերտերության նախագահան կանգնած խոսում է մի մարդ այդ հանդիպումից հետո եկել էր սաղից կյանքը ուտում էր։ Մենք երկկողմանի սկզբունքների վրա այս ենք անելու, հետո տեսնում ենք, որ դու անընդհատ իր անունը տալով իր թղթից խոսալով, որը փաստացի ոչ մի հայանպաստ կետ իր մեջ չուներ, Ադրբեջանի համար այդ 907 բանաձևը հանեցին, Դոնալդ Թրամփի համար Նոբելյան այդ մրցանակի այդ ուղին բացեցին։ Հայաստանը ինչ է այդտեղից։ Դու այդ թղթով եկար սկսեցիր բոլորին խեղդել ու արդեն քանի անգամ տեսնում ենք, որ ախր այդ մարդը նույնիսկ չգիտի դու ով ես, նույնիսկ չգիտի դու որ երկրի ղեկավարն ես, նույնիսկ չգիտի որ դու այդ 32 տարվա մեջի ամենագեշ 7 տարին ես։ Մարդը ուղղակի իր քաղաքական նկատառումներից ելնելով, այո, եկել էր մեծ պատերազմը դադարեցնելու, մեծ պատերազմը չկարողացավ դադարեցնել ռուս-ուկրաինական, իրան ինչ-որ մի բան պետք էր, որ արագ տեղում լուծեց։ Ու Համասի օրինակին նայի։ Տես դու ինչ փոքր ես, որ դու պետության ղեկավար ես, օֆիցիալ պաշտոնյա ես։ Գնացիր հասար Վաշինգտոնում թուղթ ստորագրեցիր, մի գերի հետ չեկավ Հայաստան։ Իսկ Պաղեստին Իսրայել հարցում առաջի հարցը այդ շոշափելի արդյունք, այսինքն այդ խաղաղություն, փողըմբռնում, կոմպրոմիս, այդ դրանք բոլորը բառեր են, որոնք պետք է մի բան ծնեն դրական։ Այսինքն մենք տեսանք, որ Իսրայելը եւ Պաղեստինը իրար հետ շփվեցին, Ամերիկանը միջամտեց, իմ պատկերացմամբ շատ ցավալի, շատ անարդար պատերազմ էր։ Ընդեղի Հայաստանն է, Պաղեստինն է, ուղղակի ավելի տխուր վիճակում։ Ոչնչացրեցին մարդկանց երկիրը։ Հիմա էլ բերեցին խաղաղություն, բայց նույնիսկ Համասը, որ աշխարհի մի մասը իրենց որպես տերորիստական խմբավորում են ընդունում, Համասը կարողացավ քաղաքական առևտուր անել եւ իր գերիներին հետ բերել։ Դու այդ քո ամբողջ դելեգացիայով գնացիր Ամերիկա, երբ որ քեզ հերթը ասավ, որ դու խոսես, դու խոսում ես, որ դու պարոն նախագահին ուզում ես Նոբելյան մրցանակի բան անես, միջնորդես։ Դու խոսում ես, որ ինչ որ սուտ բաներից, երբ որ դու երկրի ղեկավար ես, քո ուղիղ պարտականությունն է պաշտպանել Հայաստանի քաղաքացիների շահերը։ Քո ուղիղ պարտականությունն է հետ բերել մեր հայրենակիցներին այնտեղից։ Դու դրանից չես խոսում, քեզ դրա մասին հարց են տալի, դու հարցը անտեսում ես։ Դու կաշկանդված ես խոսել հայկական խնդիրներից, որովհետև քո տերերը հայեր չեն։ Քո նպատակն է կազմակերպել ես պետությունը, որովհետև եթե այս պետությունը շարունակի գոյություն ունենալ քեզանից հետո, դու ու քո այդ գլխավոր կամակատարները այդ մի քանիսը, ես չեմ ուզի որ ամբողջ ԿՊ-ն հայտնվի բանտում։ Հայաստանում միշտ էլ իշխանության հետևներից սկզբունքները կորցրած վազողները շատ են եղել։ Բայց այդ վերևի ձեր զանգվածը պարտադիր պետք է հայտնվի բանտում, լավագույն դեպքում։ Որովհետև դուք հասկանում եք, եթե պետությունը շարունակի գործել, զարգանա, մեծանա, այդ նույն պետության օրենքը վերջում ձեզ բոլորիդ պետք է մտցնի բան։ Դրա համար ձեր առաջնային շահն է եւ նպատակն է թույլատնել այս պետությունը, վերջում է նվել տալ Թուրքին, որ Թուրքը արդեն ստեղ, չգիտեմ, այդ վիլայեթի պետ էլի պահի մի հատ ալենի պես մեկին։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։